Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պաշտոնական Բաքուն կոչ է անում Նյու Դելհիին ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում։ Զգուշավորության կոչով որոշել է ներկայանալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը, մեկնաբանելով Հնդկաստանի եւ Պակիստանի միջև վերջերս ցակած լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունն Իսլամաբադին։ Այդ հակամարտությունը մեկնաբանելիս ադրբեջանցի պաշտոնյան հայ-հնդկական համագործակցությունը մոռանալ չէր կարող։ Հնդկաստանը եւ այլ երրորդ պետություններ պետք է ուշադիր լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, որոնք այժմ փխրուն փուլում են։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, այդ թվում Հնդկաստանը, այնպիսի կոնկրետ քայլերի չեն դիմի, որոնք կարող են հարված հասցնել կարգավորման գործընթացին։ Երևանն ու Նյու Դելհին չեն էլ թաքցրել, որ 2020-ին պատերազմից հետո գործակցում են պաշտպանական ոլորտում։ The Times of India պարբերականը վկայակոչելով իր աղբյուրներին ամիսներ առաջ էր գրել, որ Հայաստանը, Ամերիկան եւ Ֆրանսիան 2023-24 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հնդկական աղբյուրները վերջերս գրեցին, որ զենքի նոր խմբականակ Հնդկաստանից Հայաստան այս ամառ է սպասվում։ Պաշտոնական Երևանն էլ ասում է, Հայաստանը իրացնելով իր իրավունքը պաշտպանական զենքեր է գնում։ Ալիևյան ռեժիմը վախենում է ուժերի բալանսի խախտումից։ Սա է մշտական գերլարման պատճառը։ Միջնորդներ կամ ուրիշ երկրներ չպիտի այդ փոխհարաբերությունների մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի ինչ-որ ձև լինեն։ Դա ինչի է իրաց պետք, որտեղ հասկանալի է, որ երբ որ ինչ-որ երրորդ ուժ չկա, ուժերի հարաբերությունը Ադրբեջանի օգտին է։ Ու այստեղ էլի մի քիչ տրամաբանությունը էլի կա, այսինքն ուղղակի խոսքը գնում է ոչ թե արդեն բանակցային process-ի մասին, այլ ընդհանրապես փոխհարաբերությունների։ Ուժերի հարաբերակցության մասին մեկ փաստի մասին 2024-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը խորհրդարանի հաստատմանն ուղարկեց պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4.9 միլիարդ դոլար ռազմական ծախս։ Սա 1 միլիարդով ավելի է, քան ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հաշվարկել ու առաջարկել էր։ Այսինքն Ադրբեջանը իր ռազմական տարեկան ծախսը հասցրել է ռեկորդային 5 միլիարդ դոլարի։ Այդ 1 միլիարդը Ադրբեջանը նավթային հիմնադրամից կստանա։ Առհասարակ, որ աշխարհի տարբեր կողմերից Բաքուն մահաբեր զենքեր է գնում, նույնիսկ ավտորիտար երկրի պետական աղբյուրներն են աղաղակում։ Իմիջիայլոց իրանք առանձնապես չեն թաքցնում, այսինքն ինչ որ իրանք լրատվամիջոցներում արել է եղել, ես իմ կասեմ, դա գործանիշներ գնել նա Պակիստանից, Թուրքիայից նոր անոթացումներն են, այս օպերատիվ բնույթի, այսինքն այն դասի, որ էլ բայրակտարն է, Թուրքիայից էլի բարձր ճշգրտության օդային կոչման միջոցներ։ Ռազմական բալանսի խախտումը կարող է փոխել բանակցության ընթացքը, դիվանագիտական մանևրումների ուղղությունը եւ ուրեմն քաղաքագետը չի բացառում անգամ, որ Ադրբեջանը ինչ որ փուլում ձգտել պահանջելու է փաստաթղթերով ամրագրել, դիտարկել Հայաստանի ռազմական շարժը։ Բանակցային գործընթացի արդյունքների մասին տեղեկություն են փորձում ստանալ ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորները։ Ինչ նորություն կա խաղաղության օրակարգից, հետաքրքրվում է ԱԺ Հայաստան խմբակցության ընդդիմադիր падգամավորը։ Խաղաղության օրակարգից ինչ կա։ Կա ինչ-որ բան։ Բովանդակային պատասխանը ըստ էության падգամավորը չստացավ, նորություն չլսեց, իսկ քաղաքագիտական համայնքից հարցնում են բանակցային գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դանդաղում է, թե Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով խոսել։ Հռետորական հարցը քաղաքագետը կոնկրետացնում է. լավ, եթե երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի 17 կետերի շուրջ համաձայնություն կա, ինչու խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Այստեղ կա նաև կառավարության կողմից օբյեկտիվ բացատրություն, որ ադրբեջանական կողմի հետ կա ջենտլմենական համաձայնություն չհանրայնացնել այդ կետերը, մինչև այն չկնքվի։ Ոչ պաշտոնական ելույթներում կամ հայտարարություններում կարելի է կռահել, թե 17 կետի մեջ ինչ կա, բայց կռահելը ուրիշ բան է, ում փաստաթուղթը հանրայնացնել ուրիշ բան է։ Որքան էլ հայտարարվի, թե 17 կետերի շուրջ համաձայնություն կա, միևնույն է Ադրբեջանն իր նախապայմանն է առաջ տանելու։ Ադրբեջանի պահանջը սա է. Հայաստանը պետք է հրաժարվի տարածքներ պահանջել Ադրբեջանից։ Ինչ է հասկանում Ադրբեջանը տարածքային պայմաններից հրաժարվել արտահայտության մեջ, իրենք դա հասկանում են սահմանադրության փոփոխություն, որովհետև կա անկախության հռչակագիր, իսկ անկախության հռչակագրում ձևակերպված է հստակ, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անկախության աջակիցը։ Այնտեղ կա նաև երկրորդ պահանջը, որը իրականացնելուց հետո նոր միայն Հայաստանը կարող է գնալ ստորագրման, դա նորից մտնում է տարածքային պահանջից հրաժարման հասկացության մեջ, դա Մինսկի խմբի լուծարումն է։ Իսկ ընդհանրապես Հայաստանն ու Ադրբեջանը բանակցային գործընթացը երկկողմանի տետատետ են տանում առաջ, թե միջնորդավորված ուժեր կան։ Քաղաքագետ վերլուծաբանների դիտարկմամբ Թուրքիան իր կրտսեր եղբայր
Ադրբեջանի մեջքին է։ Ադրբեջանի կողմից ես չգիտեմ, իհարկե կարող է լատենտ թաքուն այդ բանակցային քննարկումները գնում են, երբ ստորագրել, ինչ ստորագրել, ինչպես ստորագրել, ես ենթադրելի է, որ դա անպայման այդպես է, որտեղ երկու պետությունները այսօր ինտեգրացված են ռազմաքաղաքական առումով, բայց Հայաստանի կողմում ովքեր են, մի փոքր դժվարանում եմ ասել։ Հայաստանը միայնակ չէ այս բանակցություններում։ Ի նկատի ունեմ խաղաղության համաձայնագիրը Երևանի եւ Բաքվի միջև, դրա համաձայնությունը եւս Բաքուն եւս պետք է տա, եւ ընդհանուր առմամբ, քանի որ վերջին շրջանում բանակցությունների հիմնականում երկկողմ են ընթանում եւ մենք տեսնում ենք երկկողմ բանակցություններում արդյունավետություն, մենք շարունակում ենք երկկողմ աշխատել։ Ըստ քաղաքագետի մյուս կողմից Եվրամիությունն ու Ռուսաստանը այնպիսի լուրջ խնդիրների մեջ են հայտնվել, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը նրանց համար երկրորդական նշանակություն ունի։ Դրա համար մենք հստակ չենք տեսնում ոչ ռուսական խիստ դիրքորոշումը պայմանագիրը կնքել չկնքելու եւ ինչ տեքստով կնքելու հարցում, ոչ էլ ես տեսնում եմ եվրոպական լիդերների հայտարարություն եւ դիրքորոշումները։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտային հարաբերությունների վերջակետը կդրվի այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը ազատվի ուկրաինական ճակատից եւ նոր հայացքով դիտարկի հետխորհրդային տարածության նախկին եւ ներկա դաշնակից պետություններին։ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ օգնական Ստիվ Ուիթքոֆը ասել է, որ հնարավոր է առաջիկա ամիսներին տեղի ունենա Աբրահամյան խաղաղության համաձայնագրերի հավանական ընդլայնում։ Նրա կանխատեսմամբ այդ համաձայնագրին կարող են միանալ Հայաստանն ու Ադրբեջանը։ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերը ներդրվել են Թրամփի պաշտոնավորման առաջին ժամկետում։ Դրանց նպատակն է տասնամյակների ընթացքում առաջին անգամ համոզել արաբական մի շարք երկրների պաշտոնապես կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ։ Համաձայնագրին առայժմ միացել են Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Մարոկկոն, սակայն Աբրահամյան համաձայնագրերի առաջընթացը փակուղու առաջ էր հայտնվել այն բանից հետո, երբ Թրամփը հեռացել էր Սպիտակ տնից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆի հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին։ Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ, նշել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։ Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում տեղի ունեցած ելույթում նշել է, որ աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ընդգծելով բազմակողմանիության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքների թուլացումը։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը գրանցել է առաջընթաց ժողովրդավարության ամրապնդման եւ մամուլի ազատության ոլորտում։ Նա նաեւ շեշտել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը, կարևորելով այդ գործընթացներում Հայաստանի հետևողականությունը։ Վերջում Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու գործում, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնականացվել է եւ Հայաստանը պատրաստ է այն շուտապույտ ստորագրելու։ Մարտի 13-ին Պաշտպանության նախարար Պապիկյանը Բերլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո 14-ին Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու առիթով։ Լիահույս եմ, որ ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության եւ հանդուրժողականության հաստատմանը։ Ահաբեկությունից զերծ Թուրքիա այս համատեքստում է քրդական աշխատավորական կուսակցության լուծարումը կարևորում Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ընդունած որոշումը կարևոր ենք համարում մեր երկրի անվտանգության համար։ Նոր դարաշրջանի դռները կբացվեն բոլոր ոլորտներում։ Մեր հետազոտությունը եւ մյուս ստորաբաժանումները հատուկ ուշադրությամբ կհետևեն քրդական աշխատավորական կուսակցության զինաթափման հետագա գործընթացին, հայտարարել է Էրդողանը։ Հիշեցնենք, քրդական աշխատավորական կուսակցությունը հրավիրած համագումարից հետո կայացրել է ինքնալուծարման որոշում։ Չինաստանում միանգամից 15 կիսակառույց երկնաքեր են քանդել, հիշեցնելով, որ շինհրապարակը սառեցվել էր դեռ 2013 թվականին։ Հնդկաստանի Փանջաբ նահանգի գյուղերում կեղծ ալկոհոլի գործածման պատճառով 15 մարդ է մահացել, թունավորվածներից 19-ն էլ տեղափոխել են հիվանդանոց։ Փանջաբի կառավարության խոսնակի տեղեկացմամբ հարուցվել է քրեական գործ, հիմնական 2 մատակարարները ձերբակալվել են։
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Անտալիա ժամանած Մարկո Ռուբիոն առավել քան համոզված է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել Ամերիկայի հետ։ Իրանը կարող է պարտավորվել երբեք միջուկային զենք չարտադրել, ուրանը հարստացնել միայն քաղաքացիական օգտագործման համար, անհրաժեշտ ցածր մակարդակներով եւ ազատվել հարստացված ուրանի իր պաշարներից, միջազգային տեսուչներին էլ թույլատրել վերահսկել գործընթացը, բայց դա կարող է իրողություն դառնալ միայն բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դիմաց։ Լիբիայի մայրաքաղաքում զինված բախումներ են տեղի ունեցել քաղաքի առանձին շրջանները վերահսկող կազմավորումների միջև։ Իշխանությունները պարետային ժամ են սահմանել, իրավիճակը հանգուցալուծվել է, վիրավորվել է 6 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել տեղի բնակիչներին մնալ իրենց տներում։ Մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Բախումների ժամանակ Տրիպոլիի ռազմական շրջանի կազմում գտնվող 444-րդ մարտական բրիգադի շտաբում սպանվել է կայունության աջակցության վարչության ղեկավարը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում եւ պահում եւ գործածում թմրամիջոց։ Քրեական ոստիկանները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել, տեղափոխել են վարչություն։ Անձնական խոզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված ու գաղտնի փականով ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անցած տարի Հայաստանում քննվել է 437 քրեական գործ անչափահասների նկատմամբ, որից 167-ը հետաձգվել է 2023-ից, իսկ 311-ը ընդունվել է շրջանառության 2024-ին։ Այս մասին ազգային ժողովում հայտնել է քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը քննչական կոմիտեի գործունեության արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ։ Մեծ մասը մոտ 300 վարույթ հարուցվել է քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից եւ միայն 11-ն է ստացվել այլ բաժիններից, հավելել է Արթուր Պողոսյանը։ Վարորդական իրավունքները կթվայնացվեն։ Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ քաղաքացիները կարող են դիմել եւ գործող վարորդական վկայականներից բացի ստանալ նաեւ թվայինը։ Նրա խոսքով Հայաստանի տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական իրավունքի գոյությունը բավարար կլինի եւ որևէ խնդիր չի առաջանա, իսկ երկրի տարածքից դուրս պետք է ունենալ վարորդական սովորական վկայական։ Նրա խոսքով պարեկները տեխնիկապես զինված են եւ կարող են արագ նույնականացնել քաղաքացուն։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել, ասելով, որ բազմաթիվ զանգեր են ստանում նոր վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։ Զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը հնարավորություն տալ այդ ոլորտում գործունեություն ծավալողներին պետական ուշադրությամբ ավելի ընդլայնել իրենց գործունեությունը եւ այս ամենը հաշվի առնելով գործադիր մարմինը առաջարկում է փոփոխություններ կատարել ռազմաարդյունաբերության մասին օրենքում, որի համաձայն կառավարությունը հնարավորություն կունենա իդեմս պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերականի ներկայացուցիչներին տրամադրել զենք, զինտեխնիկա եւ այլ ռազմական նշանակության ապրանքներ, դրանց հետազոտման, ուսումնասիրության եւ հետագայում եւ ռազմական արտադրություն կազմակերպելու համար։ Մայիս ամսին դեռևս մենք նախատեսել էինք տաղատեսակ զինատեսակներ, ռազմամթերք, լրամասեր փոխանցել 1 տասնյակից ավելի ռազմաարդյունաբերական ընկերությունների, որոնք մի քանի նպատակով են դրանք ստանալու համար մեզ դիմել, մասնավորապես նոր տեսակի նոր զինատեսակների արտադրության եւ դրանց պետական փորձարկման տանելու նպատակով հիմնանորոգման աշխատանքների, արդիականացման աշխատանքների եւ օգտահանման նպատակով։ Տեղական արտադրողները ընդլայնում են ռազմական տեխնոլոգիաների ոլորտը արտադրելով նոր զինատեսակներ։ Դրանք հաճախակի փորձարկման անհրաժեշտություն են ունենում։ Օրենսդրական նոր փոփոխությունը հնարավորություն կտա այդ գործընթացը եւս իրականացնել։ Ռազմաարդյունաբերական համալիրը շատ հաճախ կարիք է ունենում զենքի զինամթերքի ստացման պաշտպանության նախարարությունից, որպեսզի համապատասխան գիտափորձակոնստրուկտորական կամ վերանորոգման, արդիականացման կամ զենքի ռազմամթերքի արտադրության աշխատանքներ իրականացնելիս։
Ռազմաարդյունաբերական համալիրներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար ներգրավված են ինժեներներ նաև Սփյուռքի տարբեր համայնքներից։ Նրանք եւս ցանկություն ունեն ներդրումներ կատարել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ոլորտում։ Հարյուրավոր մարդիկ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև այս ոլորտում նաև իբրև ներդրողներ հանդես եկող մեր հայրենակիցներ։ Ազգային ժողովի փոխնախագահն էլ առաջարկեց ռազմական նշանակության ապրանքների ներքին գնումների համար որոշակի քվոտաներ սահմանել, հաշվի առնելով պաշտպանական բնույթի ծախսերը։ Պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու համար ամենատարբեր միջոցների դիմելը նորություն չէ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը, ուսման, բուժման պատրվակով երկրից հեռանալը, կեղծ հիվանդությունների միջոցով տարկետում ստանալը հայրենիքի հանդեպ պարտքը չհանձնելու հիմնական ձևերից են։ Ու այդպես բազմաթիվ հայ տղաներ լքում են Հայաստանը մինչև 18 տարեկանը ու վերադառնում 37-ից հետո, կամ չեն վերադառնում։ Նման օրինակ դեպքերը հազարներով են։ Վերլուծելով վերջին 20 տարիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների թիվը, զորակոչի ներկայացած, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը, տեսնում ենք, որ վերջնարդյունքում հրավիրվածների միայն 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Ծառայությունից խուսափողները իրենց ընտրությունը հիմնավորում են ծառայության երկար ժամկետով, սահմանային լարված վիճակով։ ՔՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար, ներկայացնելով նախ խստացնող կարգավորումներ։ Առաջին, կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության։ Երկրորդ, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին։ Երրորդ, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Արական սեռիային քաղաքացիները, ովքեր հերթական զորահավաքից կխուսափեն առաջ բերելով առողջական խնդիր ու կհրաժարվեն փորձաքննություն հանձնել, ըստ առաջարկվող բարեփոխումների կպատժվեն քրեական օրենսգրքով։ Ծառայության մեկնելու խրախուսող կարգավորումներով էլ падգամավորն առաջարկում է ներկայիս 3400 դրամի փոխարեն բարձրացնել շարքային զինծառայողներին տրամադրվող ամսական դրամական ապահովությունը։ Առաջարկվում է կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Գործող Սրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարին լրացածները եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք։ Ժամկետային զինծառայողներ կունենան ընտրության հնարավորություն։ Առաջին, ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն։ Երկրորդ, ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ երրորդ, ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Եվ նաեւ երրորդ եւ վերջին խրախուսող կետը դա խրախուսել արական սեռի անձանց ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը, տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սահմանված գումար։ Վերջին կետը վերաբերում է ազգությամբ հայ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող արական սեռի ներկայացուցիչներին, ովքեր քաղաքացիություն հիմնականում ցանկանում են ստանալ 27 տարեկանից հետո։ Պետությունն այսպես ասած կոմպրոմիսային տարբերակ է առաջարկում։ Բացի ներկայացված բարեփոխումներից, падգամավորը նաև հայտնեց, որ կառավարության ծրագրի մեջ է մտնում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Առանց փակագծեր բացելու Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ հարցին իշխանությունը կանդրադառնա այս աշնանը կամ եկող տարի գարնանը։ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք դպրոցի տնօրենի, ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների մասնակցությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ գործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու եւ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին, նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում օրենսդրական ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու եւ հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Սովորական օր Երևանում ուժգին քամին փոշին ու աղբը օդ է հանել, քաղաքը պարուրել, վարդագույն քաղաքը գորշ մոխրագույն է։ Բնականաբար իմ բոլոր
հարյուրավոր շինհրապարակները եւ մոտ 3 տասնյակ բաց հանքերը, որոնք որ կան Երևանում եւ նրա շրջակայքում, այդ տարածքներից չկառավարվող փոշին բարձրացել էր երկինք եւ տարածել բնական է պետք է լինի, որովհետեւ դա մենք ենք հասել այդ օրին։ Նոր օրենք էր, որ պիտի հատուկ ցանցերով շենքերը փակեն։ Քանի տեղ կարող եք ցանցապատ շենք տեսնել, շատ քիչ։ Այսինքն այն նորմերը, որ տալիս է եւ Քաշինը, քաղաքապետարանը, այդ ամեն ինչը չի իրագործում։ Փոշու հարցում հասելու հատել են հնարավոր ու անհնար կարմիր գծերը, բնապահպաններն այս ահազանգը տևական ժամանակ է հնչեցնում են։ Մասնագետները պնդում են Երևանի հատկապես կենտրոնական տարածքներում շնչելը խիստ վտանգավոր է դարձել։ Այստեղ հիշենք, որ ամիսներ առաջ օրինակ Պարոնյան փողոցում առցանց տարբեր հարթակներ հորդորում էին ոչ ավելի ոչ պակաս հակագազ կրել։ Փոշին բնականաբար շատ վտանգավոր է, որովհետև իր մեջ ծանր մետաղներ ու ինչ ասես պարունակում է, որ փոշին շնչում են մեր երեխաները։ Արդյունքը գնալու է այնտեղ, որ Երևանում ապրող մարդու ընդհանուր գլոբալ վերցրած կյանքը ավելի կարճ է լինելու։ Էկոլոգիական ճգնաժամը հաղթահարելու համար ըստ փորձագետների նախհստակեցնել է պետք պատասխանատու կառույցները, չմոռանանք նաև կլիմայական փոփոխությունները։ Խնդիրն արձանագրելուց բացի քայլ-քայլ հաշվարկենք ինչ ենք անում։ Եթե մենք ուզում ենք այդ խնդիրը լուծվի, մինչև անտառապաշտպան շերտերը չվերականգնեն Երևանի ու այս ամեն ինչը, որ արվում է, այդ հանքերի շինարարություն եւ այլն, այդ շարունակի ոչ մի խնդիր հնարավոր չի լինել։ Փրկարար ծառայությունն էլ իդեպ հաղորդում է, որ 3 ուժգին քամու հետևանքով 57 արտակարգ դեպք են գրանցել երկրում, որից 44-ը միայն Երևանում։ Տանիքների թիթեղներ, հեղեղատար խողովակներ են վնասվել, ծառեր տապալվել, ահա դրանցից մեկը մինչև վերջին արմատը կտրվել է։